Հոբի գիրք գլուխ 38-39 Այդ ով է, որ իր խորհուրդները թաքցնում է ինձնից, խոսքերը հավաքելով իր սրտում կարծում է, թե ինձնից պահում է դրանք։ Տղամարդու պես պնդացրու մեջքդ, հարցեր եմ տալու քեզ, ու պատասխան տուր ինձ։ Որտեղ էիր դու, երբ ես երկրի հիմքերն էի գցում։ Ասա ինձ, թե խելամիտ ես ու իմաստուն։ Ով է սահմանել դրա չափը, եթե գիտես, կամ ով է լար գցել դրա վրա։ Ինչի վրա է հաստատվել օղակը դրա, ով է դրել անկյունակարը դրա։ Երբ աստղերը ցիրուցան եղան, աստղերի բոլոր հրեշտակները մեծաձայն օրհնեցին ինձ, իմ բոլոր հրեշտակներն էլ գովեցին։ Ծովը փակեցի դարպասներով, երբ այն իր մոր որովայնից ծնվեց դուրս եկավ։ Մեկը նրան իբրև հանդերձ սահմանեցի, մառախուղը իբրև խանձարուր։ Սահմաններ դրեցի նրա համար, փականքներ ու դարպասներ, և ասացի. կգաս մինչև այդ վայրն ու այլևս առաջ չես անցնի, այդտեղ քո մեջ կխորտակվեն ալիքները քո։ Թե քո կողքին կարգեցի լույսն առավոտյան, Արուսյակը տեսավ իր համար սահմանվածը, հասնել երկրի թևերի վրա, թափ տալ ամբարիշտներին դրա վրայից։ Կամ թե դու ես, որ կավն առնելով ստեղծեցիր կենդանի արարածին և խոսուն զետեղեցիր երկրի վրա։ Մերժեցիր լույսն ամբարիշտներին, խորտակեցիր բազուկներն ամբարտավանների, հասար ծովի ակունքին, շրջեցիր խորքերն անդունդների։ Քո առաջ ահով բացվելու են դռները մահվան, դժոխքի դռնապանները սարսելու են քեզ տեսնելով։ Վերահասու լինելու ես երկնքի ներքո եղած տարածության, ասա ինձ տեսնեմ, որքան է այն։ Որն է այն երկիրը, ուր լույսն է օթևանում, կամ որն է տեղը խավարի։ Տեսնելու ես ինձ նրա սահմաններին, եթե գիտես ճանապարհները դրանց։ Գուցե գիտես, թե այն ժամանակներում ես ծնվել, քո օրերը բազում են, գնացել ես շտեմարանները ձյան, կամ տեսել ես պահեստները կարկտի։ Կուտակել ես դրանցից քո թշնամիների վրա հասնելու, մարտի ու պատերազմի օրվա համար։ Որտեղից է դուրս գալու Եղյամը կամ տարածվելու է հարավային հողմը երկնքի ներքո։ Ով է պատրաստել սաստիկ անձրևների հոսանքները և ճանապարհներն ամպրոպների, որ տեղան երկրի վրա, ուր անմարդաբնակ անապատում ոչ ոք չկա, որ հագեցնի անկող ու անշեն հողը, այնտեղ բխեցնի բույսը դալար։ Ով է հայրն անձրևի, և ով է, որ ծնունդ է տվել ցողի շաղերին։ Ում արգանդից է դուրս գալիս սառույցը, և ով է երկնքում Եղյամ ծնել, որ ջրի պես հոսելով իջնում է, ով է հալեցնում երկնքի երեսը։ Վերահասու եղել ես բազմաստեղյան կարգին, բացել ես քողը հայք համաստեղության, կամ Մազարոթը կարող ես բացել իր ժամանակին, գիշերավարն իր շավիղներով հանդերձ կարող ես տանել նրանց հետ։ Կիմանաս երկնքի բարեշրջությունները կամ առհասարակ երկնքի ներքո տեղի ունեցածները։ Ձայնովդ կկանչես մեկը, նա էլ սարսուռով համակված ջրի հորդությամբ կլսի քեզ։ Շանթեր կարձակես ու կսլանան դրանք, ու կասեն քեզ, թե ինչ է սա։ Ով է կանանց տվել ոստայնանկության հմտություն և երփներանգ գործվածքներ ստեղծելու շնորհ։ Ով է հաշվում ամպերն իմաստությամբ, ով է խոնարհեցրել երկինքը երկրի վրա, հողը փոշու պես թափել։ Ես եմ կպցրել դա, ինչպես խորանարդ քարերը իրար։ Կերակուր կորսաս առյուծների համար, վիշապների մարմինները կկշտացնես, երբ դրանք կուչ են եկած։ Սարսելու են իրենց խշտիներում ու դարանակալ նստելու մայրիների անտառներում։ Ով է ագռավների համար կեր պատրաստել, որ նրանց ձայները Տիրոջն ուղղեն, մոլորված ուտելիք խնդրեն։ Գիտես քարայծների ծննդաբերության ժամանակը կամ լավ հետևել ես եղնիկների երկունքին։ Կարող ես լրիվ թվել նրանց ծնելու ամիսները, կարող ես մեղմացնել երկունքը նրանց։ Առանց երկյուղի կարող ես կերակրել նրանց ձագերին, նրանց զերծ պահել երկունքի ցավերից։ Ազատություն կունենան նրանց ձագերը, ծնելով կբազմանան, դուրս կգան
ու այլևս չեն վերադառնա։ Ո՞վ է վայրի էշին բաց թողել ազատ, ո՞վ է արձակել կապանքները նրան։ Նրան իբրև կայան սահմանել եմ առապարները, իբրև բնակավայր աղուտները։ Ծաղրում է նա քաղաքների խաժամուժին ու չի լսում մեղադրանքներն հարկահանների, դիտում է իր լեռնոտ արոտավայրերը ու շրջում է ամեն դալարիկ փնտրելու։ Մի եղջերուն հոժար կլինի ծառայելու քեզ կամ հանգստանալու քո մսուրի մեջ։ Չվանով նրան լուծ կկապես կամ նա ակոս կքաշի քո դաշտում։ Հույսդ կդնես նրա վրա, քանի որ նրա զորությունը մեծ է և նրան կթողնես գործերդ քո բոլոր։ Կհավատաս, որ սերմանվելիքներդ հատուցելու է ու հավաքելու է քո կալում։ Գեղեցիկ են թռչող նեեղացների թևերը, եթե ասիդն ու նեեսան էլ բեղմնավորվում են, արժե տեսնել, որովհետև նեեսան իր ձվերը գետին է դնում, հողով տաքացնում է ու մոռանում, թե ոտքի տակ ցրիվ կգան, և անապատի գազանները կկոխոտեն դրանք։ Հեռանում է նա իր ձագերից, կարծես իրենը չլինեն դրանք, իր վաստակի կորստյան վախը չունի նա, որովհետև Աստված նրանից վերցրել է իմաստությունը և խելքի բաժին չի տվել նրան։ Բայց երբ դեպի վեր և բարձունքներ սլանա, կծիծաղի Երիվարի և Հեծյալի վրա։ Դու ես միթե օժտել Ձիոն զորությամբ, պարանոցին զրահ հագցրել, վրան սպառազինություն գցել, նրա լանջը փառավոր դարձրել ու խիզախություն տվել նրան։ Որոտում է դաշտում ու դոփում, զորությամբ դուրս է գալիս դաշտ, երբ նետերի է հանդիպում, արհամարհում է, թրի առաջ էլ չի նահանջում նա։ Նրա վերևում շողշողում են աղեղն ու սուրը, շարժվում վահանն ու նիզակը, իսկ ինքը բարկությամբ գետինն է փորփրում, չի հավատում մինչև փողը չհնչի, իսկ երբ հնչում է փողը, վաշ-վաշ է կանչում, հեռվից է առնում պատերազմի հոտը սուրալով ու փնչացնելով։ Քո խելքի՞ց է, որ բազեն թևերը տարածելով կանգնած է մնում օդում, անշարժ դիտելով հարավի կողմը, կամ քո հրամանով է արծիվը բարձրանում, իսկ կանգ քարանձավներում ու ծածուկ տեղերում նստում հանգստանում է իր բույնի վրա, մնում է այնտեղ ու կեր է փնտրում։ Նրա աչքերը դիտում են հեռվից, իսկ նրա ձագերը զոհի արյան մեջ են թաթախված։ Ուր որ դիակ գտնեն, իսկույն այնտեղ են հայտնվում։ Եվ Տեր Աստված խոսեց ու Հոբին ասաց. «Միթե մեկը պիտի կարողանա իմ դատաստանը ծռել, պիտի հանդիմանի Աստծուն ու նրա առաջ պատասխան պիտի տա»։ Հոբը նորից խոսեց ու Տիրոջն ասաց. «Էլ ինչու դատանեմ դեռ, կշտամբեմ ու հանդիմանեմ։ Տիրոջից եմ լսում այդ բաները ես, ոչնչություն եմ, ինչ պատասխան պիտի տամ ես այդ մասին, միայն պիտի պապանձվեմ, բերանից բացի մի անգամ արդեն էլ երկրորդ անգամ բան չեմ ավելացնի»։